Ողջունում եմ բոլորին։ Եթե ինձ նորմալ տեսնում եւ լսում եք, չաթում գրեք 10 խնդրեմ, գրում ենք 2-10, առաջինը, որ նորմալ տեսնում ենք, երկրորդը, որ նորմալ լսում ենք։ Ահա, շնորհակալ եմ արձագանքի համար։ Ներկայանամ, ես Շողեկ Մնեյանն եմ։ Անշարժ ոլորտում թվայնացված ակտիվների մասնագետ, Stability ընկերության գործընկեր, ընկերության հետ համագործակցում արդեն մոտ 5 տարի, ունեմ կարիերային 4-րդ աստիճանը, օգնում եմ մարդկանց ստեղծել կապիտալ ոլորտում, եկամուտ ստանալ եւ կառուցել միջազգային բիզնես։ Այսօր մենք կխոսենք անշարժ գույքի մասին, ոլորտի դրականների մասին, ռիսկերի, բարդությունների մասին եւ այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս մեր բոլորիս Stability International Platform ընկերությունը։ Հիմա սկսենք էկրանի ցուցադրումով։ Եվ տեսնում եք էկրանը ցուցադրում, խնդրեմ, դուք հետադարձ կապը։ Դնում ենք պլյուսներ, եթե տեսնում ենք իմ էկրանը։ Չենք տեսնում էկրանը։ Ահա, շնորհակալություն։ Եթե էլ ինչ-որ մարդկանց մոտ կտրտում է, խնդրեմ գրեք չաթում։ Սկսենք մեր շնորհանդեսը, հարգելի մասնակիցներ։ Ինչ հնարավորություններ է տալիս մեզ Stability International Platform ընկերությունը։ Հնարավորություն է տալիս ստանալ պասիվ եկամուտ, անշարժ գույքի թեկուզ փոքր մասնաբաժին ձեռք բերելով, մյուսը ամբողջական գույք ձեռք բերելով եկամուտ ստանալ, վարձակալությունից էլի պասիվ եկամուտ, ծիծապտղի ծառերից պասիվ եկամուտ ստանալ, բարձր զեղչերով ճանապարհորդել եւ միջազգային բիզնես կարիերա կառուցել։ Տեսնում ենք մեր ընկերության ղեկավար կազմին Վիտալի Ձերկաչի գլխավորությամբ, ով հանդիսանում է ընկերության հիմնադիր տնօրենը։ Մյուսները ընկերության տարբեր ուղղություններով տնօրեններ են, Սերգեյ Լատանսկին, գործադիր տնօրեն, Լեոնիդ Տյուպան, IT ոլորտի տնօրեն, Անդրեյ Կալչենկոն, անշարժ գույքի գծով տնօրեն։ Նրանք բոլորը եղել են արդեն Հայաստանում եւ մենք եւ գործընկերներս եւ հյուրերը հնարավորություն են ունեցել անձամբ նրանց տեսնել եւ իրենց հարցերն ուղղել, ստանալ պատասխանները, գալ դառնալ գործընկեր։ Եվ նորից նրանք գալու են Հայաստան, հետևեք նորություններին, որպեսզի հնարավորությունը բաց չթողնեք նրանց տեսնելու, հարգելի մասնակիցներ։ Տեսնում ենք ընկերության փաստաթղթերի փաթեթը, որը բավականին ծավալուն է։ Եվ կարող եք փաստաթղթերին ծանոթանալ անվճար գրանցվելով մեր կայքում, մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը, հաջորդը տեսնում ենք, իհարկե բոլոր փաստաթղթերը այստեղ ցույց չէինք տա, որովհետև ժամանակ իզուր կկորցնենք, բոլորը կարող եք ուսումնասիրել, նաև մասնագետների հետ ուսումնասիրել, իսկ այստեղ հիմա մենք տեսնում ենք հենց Հայաստանում ընկերության պաշտոնական գրանցման փաստաթուղթը, որը կայացավ վերջերս, ընկերությունը բացեց դուստր ձեռնարկություն Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդիվ մենք բոլոր գործընկերները շատ ուրախ ենք եւ հետևեք զարգացումներին, կտեսնեք ինչ է կատարվում նաեւ Հայաստանում։ Տեսնում ենք, որ ընկերությունը ունի գործընկերներ եւ հաճախորդներ աշխարհի շուրջ 68 երկրներում, այսինքն արդեն բավականին ճանաչված է ընկերությունը եւ հիմա միասին հասկանանք ոլորտի դրական կողմերը։ Առաջին դրական կողմը անշարժ գույքը շոշափելի ակտիվ է։ Այսինքն այն կարելի է տեսնել, շոշափել, գնել, վաճառել։ Անշարժ գույքը օգնում է մեր գումարներն արժեզրկումից, սրանք բոլորը դրական կողմերն են, միասին հասկանանք։ Եթե մեր գումարը պահված է ոչ թե տան ինչ-որ անկյունում, այլ հենց անշարժ գույքի մեջ, այն պաշտպանված է արժեզրկումից, քանի որ բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, գումարը արժեզրկվում է եւ ամեն ինչ
ու ավելի թանկանում է։ Դու եմ ասում, մի խոսակ։ Կխնդրեմ հետևել դեր խոսափողներին, հարգելի մասնակիցներ։ Իսկ ինչու է այդպես լինում, քանի որ գումարները անընդհատ ավելի ու ավելի շատ են տպագրվում եւ համապատասխան քանակով ապրանքներ ծառայություններ չեն առաջարկվում շուկայում, դրա համար գումարն արժե զրկվում է։ Եվ հաջորդ դրական կողմը անշարժույթը օգնում է մեզ տեղաբաշխել մեր ռիսկերը եւ եկամուտները։ Եթե ունենք մեկ եկամուտի աղբյուր, օրինակ սեփական բիզնես ունենք, հնարավոր է որ տարվա մեջ մեծ մասը կամ որոշ ժամանակ բիզնեսը սկսի վատ աշխատել կամ ինչ-ինչ պատճառներով մի խոսքով եկամուտը քչանա։ Այդ դեպքում կհայտնվենք ֆինանսական դժվարությունների առաջ։ Թե որպեսզի տեղաբաշխենք, խուսափենք դրանից, եթե մենք այդ ընթացքում նաև ունենք անշարժ գույք, որը տրված է վարձակալության, դրանից ստանում ենք պասիվ եկամուտ, դրա շնորհիվ արդեն մենք կլինենք ֆինանսապես կայուն վիճակում, մինչև որ բիզնեսի հարցերը կարգավորվեն, կամ մեր այլ մեկ եկամուտ, եթե ունենք մեկ եկամուտի աղբյուր։ Հաջորդ դրական կողմը անշարժ գույքը վերահսկվող ակտիվ է, այն մեր սեփականությունը, ինչպես ցանկանանք կվերահսկենք, կցանկանանք կտանք վարձակալության, կցանկանանք մենք կբնակվենք եւ դրությամբ վաճառել, քանի որ իշխացվելիությունը նույնպես բավականին բարձր է։ Այսքանով դրական կողմերն ավարտում ենք եւ ստուգենք հետադարձ կապը, չաթում գրում ենք 1 եթե պարզ է ինչ է ներկայացված ինֆորմացիան։ Եվ անցնում ենք առաջ, միասին հասկանանք ոլորտի ռիսկերն ու բարդությունները։ Շնորհակալ եմ արտագաղթի համար։ Որոնք են ոլորտի բարդությունները, ռիսկերը։ Առաջին բարդությունը, որի պատճառով շատ քչերին է հասանելի մուտք գործել ոլորտ, եկամուտ ունենալ, պասիվ եկամուտ ստանալ վարձակալությունից, դա մուտքի բարձր շեմն է։ Այսինքն ունենալու համար, որպեսզի տանք վարձակալության, բավականին մեծ գումար է պետք։ Մյուս բարդությունը արդեն ռիսկը, որ հնարավոր է կկորցնել տարերային աղետների, պատերազմների կամ դժբախտ պատճառների պատճառով մարդիկ ունեին անգամ մի քանի անշարժույթներ եւ միանգամից կորցրեցին օրինակ պատերազմի պատճառով։ Տեղաբաշխման դժվարությունները նույնպես լուրջ բարդություններ են, որպեսզի տեղաբաշխենք մեր եկամուտները, ռիսկերը ունենանք մի քանի անշարժույթներ անգամ տարբեր երկրներում, դրա համար ավելի շատ գումարներ են պետք։ Փաստաթղթային գործարքները նույնպես բարդություններ են, որպեսզի չդառնանք խարդախության զոհ, կառավարման խնդիրները նույնպես բարդություններ են, եթե մանավանդ անշարժույթը այլ վայրում է գտնվում, դժվար է այն կառավարելը եւ վստահելի վարձակալներ գտնելը նույնպես լուրջ բարդություն է ներկայիս ժամանակաշրջանում։ Հիմա անցնենք առաջ, տեսնենք որտեղից է վերցրել գաղափարը մեր ընկերությունը, ոլորտի դրական կողմերը, ռիսկերն ու բարդությունները միասին հասկացանք։ Ընկերությունը գաղափարը վերցրել է ռեյթ ֆոնդերից, որոնք աշխարհում արդեն գործում են դարեր, եւ ոչ մի ռեյթ ֆոնդ մինչ այժմ սնանկ չի ճանաչվել։ Իսկ ինչ է ռեյթ ֆոնդը իրենից ներկայացնում։ Մարդիկ միշտ էլ հասկացել են, որ լավ կլինի ունենալ անշարժ գույք եւ վարձակալությունից պասիվ եկամուտ ստանալ, բայց միշտ էլ մուտքի շեմը բարձր է եղել, միշտ էլ անշարժ գույքը թանկ է եղել։ Ճիշտ է, գնալով ավելի ու ավելի է թանկանում, բայց միշտ էլ քչերին է հասանելի եղել եւ մարդիկ հնարամիտ գտնվելով ստեղծել են ֆոնդեր, որտեղ միանում են որոշակի գումարով, ստեղծված կապիտալով ձեռք են բերում անշարժ գույք, տալիս վարձակալության եւ եկամուտը բաշխում ֆոնդի անդամների միջեւ։ Մեր ընկերությունը վերցրել է այս գաղափարը, վերամշակել, կատարելագործել է, թվայնացման շնորհիվ անշարժ գույքը բաժանել է փոքր մասերի ու հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհում բոլորին դառնալ անշարժ գույքի համասեփականատեր թեկուզ փոքրիկ գումարով եւ եկամուտ ստանալ վարձակալությունից։ Ինչպես է այս ամենը աշխատում, մենք բոլորս հարթակից օգտվողները ձեռք ենք բերում որոշակի փաթեթ մեր գրպանին հարմար։ Հիմա մենք ընթացքում կտեսնենք նաեւ մուտքի փաթեթները, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հարմարը։ Ստեղծված կապիտալը մուտք է լինում արդեն անշարժ գույքի մեջ, հարթակը, Stability ընկերությունը զբաղվում է բոլոր հարցերով, անշարժ գույքերի գնում, վարձակալության տրամադրում, բոլոր հարցերով զբաղվում են պրոֆեսիոնալ մասնագետները, IT ոլորտի պրոֆեսիոնալները կայքի սպասարկմամբ են զբաղվում, անշարժ գույքի մասնագետները դրանց կառավարմամբ, եւ մենք
Ստանում ենք մեր եկամուտը վարձակալությունից առանց բախվելու բոլոր այդ հարցերին։ Այսինքն ընկերությունը բաշխում է եկամուտը վարձակալությունից գործընկերների միջև։ Եվ հիմա հասկանանք ինչ ենք ձեռք բերում, երբ փաթեթ ենք գնում Stability ընկերությունում։ Գումարը հավասար բաժանվում է երկու մասի, 50%-ով գումարի ձեռք ենք բերում Stab, 50%-ով Rent։ Իսկ ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Stab-ը դա ընկերության թվային մասնաբաժին է, որը մեզ բերում է տարեկան մինչև 12% եկամուտ վարձակալությունից։ Այն բացի եկամուտից նաև թանկանում է, գինը բարձրանում է բաժնեմասերի տարեկան 30-ից 50%։ Սա բավականին բարձր եկամտաբերություն է եւ մարդիկ, որպեսզի կարողանան լուրջ կապիտալ ստեղծել, պետք է հասցնեն ժամանակին կուտակել բաժնեմասեր Stability ընկերությունում։ Եվ տեսնում ենք արդեն անշարժ գույքերը, որոնց բաժնեմասեր ենք ձեռք բերում, երբ մուտք ենք գործում ընկերություն։ Թայլանդում Պանգան կղզու վրա ունենք գույքեր, Միկուլիչինը եւ Յաբլոնիցան Կարպատներում են գտնվում, եւ Վրաստանում ունենք գույքեր Ցիխիսցիրիում, որն անվանում են վրացական Բալի։ Հետո այս պահին մեր գործընկերները արդեն այնտեղ են, հայ գործընկերները հանգստանում են, սպասենք իրենցից հետաքրքիր տեսանյութերի եւ կադրերի։ Ինչու են անվանել վրացական Բալի, քանի որ այնտեղ ամեն ինչ իդեալական է հրաշալի հանգստի համար, եւ բնությունը, եւ ափը, եւ հյուրանոցի պայմանները։ Հաջորդը տեսնում ենք, որ մենք երբ գնել ենք փաթեթ, գումարը հավասար բաժանվել էր երկու մասի, եթե հիշում ենք, քիչ առաջ ես դրա մասին ասացի, Stab-ը հասկացանք բաժնեմասեր, անշարժ գույքերից մասեր, իսկ Rent-ը դա հանգստի վարձակալության թվային վկայագիր է, որի գինը չի փոխվում, ի տարբերություն Stab-ի, այսինքն Rent տոկենը միշտ հավասար է $1 եւ այն մեզ բերում է օրական եկամուտ, տարեկան կտրվածքով 12-ից 76%, էլի Rent-երով։ Եվ ինչից է կախված այս տոկոսների տարբերությունը, կախված է մեր փաթեթի չափից եւ մեր գործողություններից նաեւ հարգելի մասնակիցներ։ Rent-ից ստացվող եկամուտով նույնպես կարող են գնալ հանգստանալ, ինչպես նաեւ մայր գումար Rent-երով կարող են գնալ հանգստանալ մեր ապարտամենտներում, որոնց համասեփականատերն ենք հանդիսանում, մինչեւ 90% զեղչով կախված սեզոնից։ Զեղչի չափը կախված է իհարկե սեզոնից, հարգելի մասնակիցներ, դրա մասին բոլորը գիտեն։ Եվ մարդիկ գալով ընկերություն, մուտք գործելով թեկուզ փոքր փաթեթով, հնարավորություն ունեն հետագայում քիչ-քիչ իրենցից աննկատ խելացի կուտակում անելով, ստեղծել մեծ կապիտալ անշարժ գույքի մեջ եւ հենց խելացի կուտակման շնորհիվ օգտվել նաեւ բարդ տոկոսադրույքի ուժից, ինչը տալիս է հնարավորություն ցանկացած ոլորտում բարդ տոկոսադրույքը հնարավորություն է տալիս ստեղծել մեծ կապիտալ։ Եվ հիմա հասկանանք, թե ինչ փաթեթներ կան ընկերությունում։ Բոլորս տեսնում ենք մուտքի փաթեթները, մեծ, միջին, փոքր փաթեթներ ունենք, եւ յուրաքանչյուր փաթեթի հետ միայն առաջին մուտքի ժամանակ մենք ձեռք ենք բերում նաեւ մուտքի բանալին, որը արժե $50։ Ենթադրենք մարդը ընտրել է $10,000 փաթեթը, մուտք է գործում ընկերություն $10,050-ով։ 50-ը բանալին է, որը մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել ընկերություն, օգտվել ուսուցման համակարգից, օգտվել ամբողջ ընկերության էկո համակարգից եւ նաեւ մեծ եկամուտ կբերի բանալին, եթե մենք ակտիվ աշխատենք ընկերությունում։ Իսկ փաթեթի գումարը հավասար բաժանվում է երկու մասի, ինչպես նախորդ ասել էի, Stab եւ Rent ենք գնում։ Այսքանով բաժնեմասերով ընկերության գործընկեր դառնալու հնարավորությունը ավարտում ենք, անցնում ենք մյուս մասին։ Ուղղակի հասցրեք հաշվել, գրառել, հարգելի մասնակիցներ, թե ինչքան շատ են հնարավորությունները Stability ընկերությունում։ Հիմա հասկանանք ինչպես կարող ենք ամբողջական գույք ձեռք բերելով եկամուտ ստանալ վարձակալությունից։ Եվ նաև արդեն Հայաստանում մենք ամբողջական գույքեր, այսինքն դրանք արագ հավաքվող մոդուլային տներ են, քոթեջներ են, ունենք տարբեր երկրներում, Թայլանդում, Կարպատներում, եւ հիմա արդեն Հայաստանում հնարավորություն ունենք ձեռք բերել քոթեջներ, որոնք մեզ կբերեն եկամուտ տարեկան 12-ից 24% վարձակալությունից։ Հայաստանում ուսումնասիրվել է շուկան եւ ընտրվել է երկու տարածաշրջան՝ Դիլիջանը եւ Ապարանը։
որտեղ կառուցվելու են հյուրանոցային համալիրներ, համալիրներում քիչ անց կներկայացնեմ ինչ է լինելու, նախնական նախագիծը արդեն պատրաստ է, 5 տեսակի քոթեջներ են կառուցվելու Հայաստանում, տարբեր չափերի եւ տարբեր արժեքների եւ քոթեջների հետ կապված ասեմ, որ քոթեջը կառուցվելու է վարձակալված հողում, այսինքն ընկերության սեփական հողում կառուցվում են արագահավաքող քոթեջները հյուրանոցային համալիրի մեջ։ Համալիրում լինելու են լողավազան, սպա սրահ, խաղահրապարակ եւ ռեստորան։ Այսինքն հանգստի վայր է լինելու, որտեղ կլինի ձեր քոթեջը։ Դուք կարող եք ձեռք բերել մեկ կամ մի քանի քոթեջներ այդ վայրում, պատրաստի բիզնես եք ձեռք բերում։ Քոթեջը կարող ենք ձեռք բերել կամ միայն քոթեջը կամ ներքևում գտնվող հողի հետ միասին, առանձին արդեն պայմանագրով, հողը նույնպես կարելի է ձեռք բերել։ Հետագայում կարող եք ձեր քոթեջը քանդել, տանել ձեր սեփական հողի վրա կառուցել, չեմ կարծում, որ վերևէ մեկը այդպես կանի, քանի որ ձեր քոթեջը այնտեղ ձեզ բարձր եկամուտ է բերելու։ Քոթեջի սեփականատերերը կարող են տարվա մեջ 30 օր իրենք հանգստանալ իրենց սեփական քոթեջում եւ այդ 30 օրը բաժանել տարբեր մասերի եւ կարող են նաեւ եկամուտ ստանալ վարձակալությունից, անգամ եթե ընդհանրապես հաճախորդներ չլինեն քոթեջում։ Տարվա մեջ եթե ընդհանրապես ձեր քոթեջում հաճախորդներ չլինեն, 6% եկամուտը ընկերությունը երաշխավորում է։ Եվ քոթեջի հետ կապված ամբողջ ինֆորմացիան կարող եք հետևել հենց կայքով, հեռախոսի միջոցով, այնտեղ մանրամասն ինֆորմացիա ստանալ, հաշվետվություն ստանալ հաճախորդների մասին եւ հետևել տեսախցիկներին, քանի որ քոթեջները տեսահսկվելու են նաեւ շաբաթը 7 օր 24 ժամ։ Բացի վարձակալությունից եկամուտից, քոթեջներից կարելի է եկամուտ ունենալ նաեւ վերավաճառքից, այսինքն ձեռք բերել հիմա, օրինակ Հայաստանում հիմա ամենամատչելի գներն են, քանի դեռ շինարարությունը չի սկսվել։ Եվ ինչքան շինարարությունը առաջ գնաց, քոթեջների գինը այնքան բարձրանալու է եւ կարող եք 3 տարբերակով վերավաճառել։ Առաջինը ընկերության մեջ, հենց ընկերությունը ձեզանից կգնի ձեր քոթեջը, երկրորդը գործընկերներից որևէ մեկը եւ երրորդը արտաքին շուկայում կարելի է վաճառել ավելի թանկ եւ լուրջ եկամուտներ ունենալ նաեւ վերավաճառքից։ Այսքանով քոթեջների հետ կապված ինֆորմացիան նույնպես ավարտում ենք եւ անցնում ենք մյուս ինֆորմացիային, բայց մինչ այդ ստուգենք հետադարձ կապը, չաթում գրում ենք երկուսներ, եթե պարզ էր մինչ այդ ներկայացված ինֆորմացիան եւ միասին հասկանանք արդեն մեր մյուս հնարավորությունը։ Շնորհակալ եմ արձագանքի համար։ Ակտիվ, որն ամեն տարի աճում է արժեքով, ավելի քան 500 տարի եկամուտ է տալիս եւ օգուտ է բերում նաեւ շրջակա միջավայրին, դրանք աշխարհի ամենաշահավետ կենսաակտիվներից մեկն են ձիթապտղի ծառերը, որոնք աճում են Վրաստանում, Կախետի շրջանում։ Բոլոր հարցերով էլի զբաղվում են պրոֆեսիոնալ մասնագետները, ծառերը տնկվել են աշնանը եւ կարելի է ձեռք բերել ծառ մեկ հատից սկսած մինչեւ ավելի մեծ քանակությամբ ծառեր, հիմա դրա մասին կխոսենք։ Ծառերից եկամուտ կարելի է ստանալ նախ գնաճից, այսինքն ձեռք բերել ծառը մատչելի, ինչքան ծառը մեծանում է, այնքան գինը բարձրանում է, իսկ 4-րդ տարվանից սկսած ծառերի դեպքում կարելի է նաև արդեն եկամուտ ստանալ բերքից։ Ծառերի տնկում, ինչպես ասացի, աշնանն է կատարվել, ընկերությունը կազմակերպել էր բիզնես տուր, որին ես ինքս նույնպես մասնակցում եմ եւ մենք այնտեղ ուղղաթիռով վերևից թռչելով նայում ենք մեր պլանտացիաները, մասնակցեցինք տնկման արարողությանը հանդիսավոր, այդ ամենը կատեսանյութերի տեսքով շատ հետաքրքիր էր եւ հիմա տեսնում ենք հաշվարկը մեկ ծառից եկամուտը, միջին հաշվարկով մեկ ծառից 80 կիլոգրամ ձիթապտուղ է ստացվում, որից միջին տարիքի ծառ, այսինքն ոչ թե 4 տարեկան ծառը, հուսով եմ հասկանում ենք, որից կստացվի 18-ից 20 լիտր ձիթայուղ եւ յուղի վաճառքից արդեն եկամուտը հավասար կբաժանվի երկու մասի, 50%-ը սպասարկող ընկերությանը, 50%-ը ծառի սեփականատիրոջը, որը կկազմի $64 տարեկան։ Եվ այստեղ տեսնում ենք այն սանդղակը, ծառի աճին զուգընթաց եկամուտի աճը, ինչքան ծառը մեծանում է, այնքան ավելի շատ է բերք տալիս եւ ավելի շատ եկամուտ ենք ունենում բերքից
Իսկ հաջորդ սլայդով տեսնում ենք արդեն ծառերի գնաճը, ինչքան ծառը մեծանում է, այնքան արժեքն է նաև թանկանում։ Ծառերը կարող ենք ձեռք բերել, ինչպես ասացի, տարբեր փաթեթներով, սա BIP փաթեթն է, ամենամեծ փաթեթը 12000 ծառից սկսած, որը կազմում է 20 հեկտարից սկսած, այսպես։ Եվ այս փաթեթը գնողների համար հատուկ պայմաններ են գործում, զեղչեր, անձնական աջակցություն, Վրաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն։ Ունենք ավելի փոքր փաթեթ 4800-ից 12000 ծառ եւ արդեն կարող ենք, ինչպես ասացի, մեկ հատ ծառից սկսած ձեռք բերել, եթե արդեն գործընկեր ենք։ Եթե դեռ գործընկեր չենք, մուտք գործել ընկերություն միայն ծառերով, ուրեմն պետք է գնենք նվազագույնը 3 ծառ հարգելի մասնակիցներ։ 3 ծառով կարելի է մուտք գործել ընկերություն։ Այսինքն ընկերություն մուտքը նվազագույնը $550-ից է սկսվում։ Հիմա տեսնում եք ծառերի հետ կապված ինֆորմացիան, նաև մեր երաշխիքների հետ կապված, ցանկացած պրոդուկտ ընկերությունում գնելիս մենք կնքում ենք պայմանագիր ստաբիլիթի ընկերության հետ։ Եվ բոլոր մեր ապրանքները ապահովագրված են, թե անշարժ գույքերը, թե ծառերը։ Ստանում ենք ծառերի դեպքում հաշվետվություն, տարեկան հաշվետվություն բերքի մասին եւ բոլոր հարցերով զբաղվում են ժամանակակից ենթակառուցվածքներով պրոֆեսիոնալ մասնագետները։ Իսկ ինչու սկսել հիմա, ինչու ծառ ձեռք բերել հիմա, քանի որ արդեն դրանք տնկված են, աճում են, գնալով գինը բարձրանում է եւ դրանց քանակը նաեւ սահմանափակ է։ Եվ դիթապտուղ արեցնելով մենք բոլորս բարի գործ ենք անում, օգնում ենք ցանկացած ծառ տնկելով իհարկե նաև, բայց դիթապտուղը առավել ևս օգնում ենք մեր մոլորակին շնչել։ Այսքանով ծառերի հետ կապված ինֆորմացիան նույնպես ավարտում ենք, անցնում ենք մյուս մասին, արդեն ակտիվ բիզնեսի մասին ենք անցնում, բայց ինչ այս ստուգենք հետադարձ կապը, չաթում գրում ենք 3-ներ, եթե պարզ էր ինֆորմացիա նաև ծառերի հետ կապված, եւ բացատրեմ արդեն ինչպես սկսել գործընկերային բիզնես, կառուցել թիմ համաշխարհային եւ բարձրանալ կարիերային աստիճաններով, ստանալ ավելի բարձր եկամուտներ, թանկարժեք նվերներ ստանալ եւ անվճար ճանապարհորդել նաեւ։ Ինչ տեսնում եք հարգելի մասնակիցներ, 3-ները չեմ տեսնում, կարծես թե, եթե ինձ նորմալ տեսնում լսում եք եւ պարզ էր մինչ այս ներկայացված ինֆորմացիան, չաթում գրում եք 3-ներ։ Ահա, շնորհակալություն արձագանքի համար, անցնում ենք առաջ։ Ինչպես ցանկացած բիզնեսում, մեր ընկերությունում նույնպես մուտքերի 50%-ը տրամադրվում է գործընկերային ծրագրին, այսինքն մարքեթինգին, եւ ընկերությունում ակտիվ աշխատանքով, գործընկերների խումբ կազմելով, մենք բարձրանում ենք կարիերային աստիճաններով։ Կարիերային աստիճաններով բարձրանալու զուգընթաց մեր եկամուտները ավելի ու ավելի են աճում։ Այսինքն պասիվ եկամուտը եկանք ընկերություն, դա միևնույն է ստանալու ենք, երբ գնել ենք փաթեթ կամ ծառ կամ քոթեջ, բացի դրանից մենք կարող ենք նաև ակտիվ աշխատանքով ավելի մեծ եկամուտների հասնել եւ բացի այս եկամուտներից նաև ստանալ նվերներ, կարգավիճակային նվերները, կարելի է ստանալ ցանկացած կարիերային աստիճան, ունի իր համապատասխան նվերը, որը ստանում ենք ընկերության կողմից գումարի տեսքով եւ մենք ինքներս ենք այդ գումարով գնում մեր նվերը, ինչ նվեր կցանկանանք կարող ենք գնել։ Եվ ընտրեք, խնդրեմ, թե որ նվերը կցանկանեք, որ արժեքի նվերը, տեսնում ենք բավականին թանկարժեք մինչև $20 միլիոն նվեր կարելի է ստանալ զբոսանավի արժեքը ամենաբարձր կարիերային աստիճանի դեպքում։ Եվ բացի այս նվերներից առանձին ավտոմեքենա կարող ենք ստանալ ընկերության կողմից 6 դասի ավտոմեքենաներ կարելի է ստանալ ավտոծրագրին մասնակցելով։ Այս ամենը ակտիվ աշխատանքի արդյունքն է։ Եվ էկոնոմ դասից մինչև լյուքս թանկարժեք ավտոմեքենա կարելի է ստանալ։ Հիմա տեսնենք հայ գործընկերներին, ովքեր ստացել են։ Աշխարհում շատերն են ստացել։ Հիմա մենք հայերին ենք նայելու։ Հայկ Ալեքսանյանը 23 թվականին ստացավ իր ավտոմեքենան, Լիպարիտ Զաքարյանը 23 թվականին ստացավ իր ավտոմեքենան, Լիպարիտը ապրում է Փարիզում, Ֆրանսիայում, Արփինե Սարգսյանը Գյումրիից 24 թվականին ստացավ իր առաջին ավտոմեքենան,
Բավական Գրիգորյանը 24 թվականին ստացավ իր առաջին ավտոմեքենան, ես 25 թվականին ստացա իմ առաջին ավտոմեքենան, Արփինե Սարգսյանը արդեն 25 թվականին ստացավ իր երկրորդ ավտոմեքենան, հարգելի մասնակիցներ, եւ Լալա Սարգսյանը 25 թվականին ստացավ իր ավտոմեքենան ու բոլորովին վերջերս Վարդուհի Մարտիրոսյանը ստացավ իր առաջին ավտոմեքենան Stability ընկերությունից։ Եթե ուշադիր ենք, շատ ավտոմեքենաներ համեմատաբար կան հենց Գյումրիում, բայց մյուս մարզերում նույնպես ունենք ավտոմեքենաներ։ Եվ մյուս հնարավորությունը ակտիվ աշխատանքից անվճար ճամփորդություն, ուսուցում, հանգիստ ընկերության հաշվին։ Դա մեր ուսուցման 10 մոդուլների շրջանակում է լինում, առաջին 3-ը անցնում ենք on-line, 4-ից սկսած արդեն ճամփորդություն, հանգիստ, ուսուցում միջազգային մասնագետների մոտ եւ կադրերում տեսնում ենք հենց մեր 4-րդ մոդուլից կադրեր, որտեղ մենք անցանք այդ ուսուցումը։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք նաեւ հայ գործընկերներին եւ հաջորդ հնարավորությունը։ Նաեւ ոսկյա զարդ կարելի է Stability ընկերությունում նվեր ստանալ։ Այս զարդը բավականին մեծ շքեղ զարդ է գերթանկարժեք քարերով եւ այն կարելի է ստանալ մաս-մաս տարբեր կարիերային աստիճան, տարբեր ձեռքբերումների դեպքում ընկերությունում կարող եք այս զարդը մաս-մաս ստանալ եւ վերջում ամբողջական զարդը ունենալ, իսկ ամբողջական զարդը բավականին թանկարժեք է։ Զարդը կշռում է 62.5 գրամ ու բավականին պատկերացնում եք եւ վրան բավականին թանկարժեք մեծ նաեւ քարեր են։ Մյուս մեր զարդը ավելի փոքր, ավելի մեղմ, ավելի այսպես մեղմ պայմաններով նաև կարելի է ստանալ մեր կոնֆերանսների մասնակցության հետ է կապված SKS-ների, SKS-ները դրանք ստարտի սկսելու համար կոնֆերանսներ են հենց հատկապես նորեկների համար եւ այս բանալին կարելի է ստանալ էլի մաս-մաս այդ մասնակցության շնորհիվ, թիմային մասնակցության շնորհիվ։ Եվ որոնք են պատճառները հենց մեզ միանալու համար, ընկերությունը բաց հանրային հրապարակային ընկերություն է, օրինական ընկերություն է եւ այդ ամենը իհարկե կարելի է ստուգել ոչ միայն իմ խոսքերին հավատալ, այսպես կամ էկրանից նայել, այլ մանրամասն ուսումնասիրել, ինչպես ասել էի, նաեւ մասնագետների հետ մեր փաստաթղթերը, պայմանագրերը եւ այլն։ Գաղափարը վերցված է այնպիսի գաղափար է վերցրել ընկերությունը, որը արդեն դարերով ապացուցել է իր հուսալիությունը, հուսալի կայուն ապահով ոլորտում է զարգանում ընկերությունը, շահույթի պարզ մաթեմատիկա է գործում, որտեղ յուրաքանչյուրը կարող է հասկանալ, որտեղից ինչ եկամուտ ենք ստանում, յուրահատուկ մարքեթինգ պլան ունենք, օգտվում ենք ամբողջական ընկերության էկոհամակարգից եւ ընկերությունում բարձր տեղում են, առաջին տեղում են մարդկային արժեքները, որոնց վրա հիմնված է հենց մեր ընկերությունը։ Եվ յուրաքանչյուրը կարող է հասկանալ, թե ինչքանով են իր նպատակները համապատասխանում մեր ընկերությանը, ինչքանով մեր ընկերությունը կարող է օգնել ձեզ հասնել ձեր նպատակներին եւ ձեր խորհրդատուն կօգնի ձեզ, այս մեր տարբերանշանը, որը տեսնում եք էկրանին, հենց այդպես չէ, հենց բարձր մարդկային արժեքների վրա է հիմնված։ Այստեղ ձեզ հրավիրող անձը օգնելու է, ձեզ քաշելու է, բարձրացնելու է, որ դուք շատ եկամուտ ստանաք եւ լուրջ արդյունքների հասնեք։ Այսքանով շնորհանդեսի իմ մասը ավարտվում է։ Եվ հիմա խոսքը փոխանցելու եմ մեր մյուս մասնագետին, ով կօգնի ձեզ, կուղղորդի, նա օգնել է շատերին, ինձ նույնպես, բարձրանալ կարիերային աստիճաններով, թանկարժեք նվերներ ստանալ, ավտոմեքենա ստանալ, անվճար ճանապարհորդել, նա ձեզ նույնպես կօգնի։ Խոսքը փոխանցում եմ Լիպարիտ Զաքարյանին։